համար սիրում օգնած բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում ջահը ձեռքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խորվերքերից կործանվում եմ որոգայթից վախճել հրկել և շանդությունը իմ վախրուն ու գտնել ուղին իմ դեպի տուն ու գտնել ուղին իմ դեպի տուն Ուր ես Սարա, երկար քեզի պտի սպասեմ, բերել ես, Կամաց Գևոր հոչս գշում հորա բերել ես տուր, Մաշնի մեջ արի դուրս գնանք դու Սարի, ինչ ես սպասում հորա, ինչ պտի տայր տուր, Առ արա, տուր վան, Գևոր Որ հերդ իմացավ ինձ կսպանի չի իմանա արա, շպրից կա մոտդ, Չհասկացա Այդ բանը ուզում ես մաշնի մեջ անես Գևոր Քարա քեզ հարց եմ տալի շպրից կա մոտդ, Չէ Վահան, որ մյուս անգամ կզանգեմ հեռախոսդ չանջատես, հասկացար արա Գևոր, Հա Իռաջան, ես ինչ ես մի տեսակ, հո բան չի եղել։ չէ, ամեն ինչ Շրտիքի մեջ կորած ես։ նորմալ է Իռաջան, Եվ պրոստ ուզում եք հետ խոսա, երբ կա հարմար ասա խոսենք։ մի ժամից հա Իռաջան, մի քիչ պարկեմ հանգստանամ նոր
Ուշող, այս մաշտեն մի հետ տարեք լված եք, ու դուք խոս չեք փոշու մեջ կորել արա։ Շեֆ ջան, ուր աստեղ փոշի առավոտ եմ լվալ տվել։ Էս արա, ասա թո մեջն էլ լված, աղ փոշու մեջ կորել ա։ Եղավ շեֆ ջան, հեսա կտանը։ Սրանց մտի մեկ-մեկ սեզ գանյա տանես, թե չէ շատ են ճարպոտել, գնացինք ատում։ Опа! Ay Jana! Բարև բաբ ջան։ Գրնի մարևի, իսկ տղերա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վարդանը որ թորնիկին տեսնում ալ հրի ուրիշ մարդ է դառնում։ Հա, իսկապես։ Նամանավանդ հիմա նենց կապված են իրար հետ։ Ալենն է որ տեսնա պապիկին աշխարհով մեկ ա լինում։ Գնա ցավը տան։ Գնա խաղա հետո պապիկը իրա գործերը վերջոցնին գա քո հետ խաղա։ Հա ցավը տան։ Էսար ոնց մոռացանք։ Երեխու մարոժնին չբերի։ Հայ պաճան, ինչ մարոժնի։ Երեխուն այդքան մարոժնի չի կարելի։ Գիշերն էլ արդեն հազում է։ Չէ, Իրա ջան, դուք ձեր տանը ինչ ուզում եք արեք։ Երեխան պապիկի տանը պետք է միշտ մարոժնի ուտի։ Իրա ջան, մաման չի եկել։ Չէ, պաճան չկարողացավ գար, գործեր ուներ։ Մի հատ կոֆե կդնես մեզ Իրա ջան, աղջկա ձեռով սարկած կոֆե խմենք։ Հա, պաճան, հաճիկով հեսա։ Դե գնացինք ատոմ ջան արի։ Արի գնանք պապիկին կոֆե։ Ատոմ ջան, դու գնա նստի, ես Գևորգին կանչեմ, թող գա մեր խոսակցությանը մասնակցի։ Լավ գաղափար է։ Մեր բիզնեսը գնալով ընդլայնվում է, ու մեզ նոր վստահելի մարդիկ են պետք։ Հուսով եմ Գևորգը իրան կդրսևորի։ Գևորգս լավ տղա է, Ատոմ ջան։ Պրոստը մի քիչ ցրված է, չի մտածում իր ապագայի մասին։ Դե գիտես այսօրվա ջահելներին, աղջիկներ, վայելքներ։ Գևորգի ով են աշխատում է։ Մենակ իրան մի հատ տաճոկ է պետք որ առաջ գնա։ Ապրես Ատոմ ջան, ցավը տանը։ Դու նստի, ես հիմա Գևորգին բեկալ եմ գա։ Գևորգ ջան, ներսնես։ Գևորգ։ Էլի շան տղեն, դարմա էտ ընկերների հետ, սաղ գիշեր կաշա եկ է չի կնը։ Լակոտի սպանեմ կան նարկոտիկը, դու իզ խոսք իր դլնայ, նայ ատոմ ես թուլամորդը, ես անվողն աշարը իմ տողն ատոմ։ Արի Վարդան, արի, թող Գևորգը հանգստանա, հետո կխոսանք հետը։ Այդ ինչ խոսամ, նարկոտիկը սրա ուղեղը կերելա, անասուն։ Արի Վարդան, արի մի բան կանենք։ Այ Գևոր, դու ինչի ես անում, Գևոր ջան։ Ինձ մենակ թողիր։
Գիգոր դու քեզ կսպանես, ախր չես հասկանում։ Խնդրում եմ քեզ իռը։ Մենակ թող ինձ։ Գիգ ջան, արի գնանք բաղնի կլվացվես ընդեղ, հա, մեր կաց։ Դու գնա, ես հիմա կգամ, լավ։ Դու գնա։ Գնացին հյուրերը։ Հա։ Անարման էր, մարդիկ նստած էին, դու թողեցիր դուրս եկար, փակվեցիր սենյակում հետ։ Ես հիմա բաժակաճառեր ասելու տրամադրություն չունեմ Լիլիթ։ Կներես։ Նորիկ, այդ աչքիդ կապտուկը հնարավոր չի, որ ընկնելուց լինի։ Ինչ է այդ մարդիկ նորից սպառնում եք ես։ Դա քո գործը չի Լիլիթ։ Ոնց իմ գործը չի։ Նորիկ, մենք մի ընտանիք ենք։ Ու ինչ վերաբերում է քեզ, վերաբերում է նաև ինձ։ Ես ընկրխից ասում էի քեզ, ասում էի, որ այդ մարդկանց այդքան մի վստահի, որ նրանք վերջում կարող են խաբել քեզ։ Լիլիթ, ինձ ոչ մեկը չի խաբել։ Այս ամեն ինչի միակ մեղավորը ես եմ, որ սխալ թույլ տվեցի հաշվարկներից մեջ։ Հա, եթե սխալ ես թույլ տվել, դե ժամանակ խնդրի այդ մարդկանցից ուղի սխալներդ Նորիկ։ Լիլիթ, արդեն շատ ուշ է։ Այդ մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծախսել իմ պրոյեկտի վրա, ու փաստորեն դուրս է գալի, որ անտեղի։ Իմ գյուտը, որ պիտի համաշխարհային սենսացիա լիներ, փուչի դուրս եկավ։ Ես 5 տարի աշխատել եմ ինչ-որ անիմաստ բանի վրա։ Լավ, պետք չի այդքան հուսահատվել։ Մի բան կանենք։ Մի երկ գտնենք էլի այս վիճակից դուրս։ Ոչ, ելք չկա Լիլիթ։ Այդ մարդիկ ուզում են, որ ես փոխհատուցեմ իրենց կրած վնասները։ Իսկ դրանք միլիոնավոր դոլարներ են, հասկանում ես։ Ես երբեք չեմ կարող հավաքելու հետ վերադարձնել նրանց։ Նորիկ։ Արի օգնության խնդրանքով Հովիկին դիմենք։ Հա, նա մեծ շրջապատ ունի, մեծ կապեր ու հաստատ մեզ կօգնի այդ մարդկանցից ազատվել։ Լիլիթ, ինձ Հովիկից ոչ մի օգնություն պետք չի։ Բայց ինչի։ Ինչի Նորիկ։ Հիմա մենակ նա կարող է մեզ օգնել։ Ասեցի չէ։ Ինձ ոչ մի բան պետք չի Հովիկից, ոչ մի բան։ Ախր Նորիկ ջան, դու այդ մարդկանց դեմ միայնակ, ոչինչ չես կարող։ Նույնիսկ դա այդպես է Լիլիթ, միևնույն է, ինձ նրանից ոչ մի բան պետք չի։ Դե ուրեմն մի երկ առաջարկի։ Թե չի հաջորդ անգամ նրանք կարող են շատ ավելի դաժան գտնվել, թե քո, թե մեր ընտանիքի նկատմամբ։ Արի գնանք Հայաստանից Լիլիթ։ Արի վերցնենք երեխուն ու հեռանանք մի այնպիսի տեղ, որ մեզ չեն գտնի նրանք։ Դա երկ չի Նորիկ։ Այդ մարդիկ այդքան հիմար չեն, որ հաշվի առաջ չլիներ, որ դու մի օր կարող ես փախչել։ Իսկ եթե մենք այնուամենայնիվ փորձենք դա անել, ապա դրանով իսկ մեզ հետ միասին կվտանգենք նաև Գայանեին։ Դու մենակդ փախնի, եթե ուզում ես։ Մենակով։ Դու ինձ ինչի տեղ ես դրել։ Դու կարծում ես, որ ես կարող եմ թողնել իմ ընտանիքին ու հեռանալ։ Ոնց կուզես, այդպես էլ վարվի Նորիկ։ Մենակ ինձ ու երեխուն մի խառնի քո գործերին։ Շնորհավոր ծնունդդ Լիլիթ ջան։ Ցանկանում եմ քեզ ամենայն լավն ու բարին, այն ինչ որ դու ինքդ ցանկանաս քեզ։
Շնորհակալություն, մերսի։ Իդ կներես մի քիչ ուշացա։ Ոչինչ։ Ես նաև նորիկին էի հրավիրել, ինչի չի եկել։ Ասեց, որ ինչ-որ գործեր ունի։ Լիլիթ, նայ, տես կհավանես։ Հովիկ, շատ սիրուն է։ Ես ուզում էի մատանի առնեի, բայց հետո մտածեցի, որ նորիկ ինձ սխալ կհասկանա։ Շնորհակալություն։ Ուղղակի պետք չէր այսքան թանկանոց նվեր գնել։ Եթե գնել եմ, ուրեմն պետք է Լիլիթ։ Որձես։ Բարև ձեզ։ Ձեր շեֆ Պովերը դերեդոն, հա։ Այո։ Իրան կասես, որ Հովիկն աստեղ, թող իրա ֆիրմինի բլուդը պատրաստի։ Լավ։ Բայց մինչև այդ մեզ կոֆե բեր խմենք։ Շատ բարի։ Իրի դու տենց համով բանք իրա չես լնի։ Էդոն իրա գործի իսկական վարպետն է։ Չնայած դիետայի վրա եմ, բայց որ այդքան գովում ես կփորձեմ։ Գանչիկս ոնց է, 2 շաբաթ չեմ լսել։ Լավ է, դպրոց ա գնում։ Սիրած տղա բանը չունի։ Չէ, չունի։ Նա դեռ երեխա է։ Եթե հանկարծ ուխաժոր հայտնվեց, ես ուզում եմ առաջինը իմանալ։ Կիմանաս, խոսք եմ տալիս։ Սա հյուրասիրությունը տնօրենության կողմից։ Գոհ եմ։ Իրիդ մի տեսակ ես, որ բան չի պատողը։ Չէ, նորմալ է ամեն ինչ։ Չէ, նորմալ չէ, ինչ խնդիր կա։ Ասա ինձանից բան մի թաքցրի։ Նորիկը շատ տհաճ պատմությունների մեջ է անկել։ Ավելի կոնկրետ կարաս ասես ինչ ա եղել։ Մի 2 ամիս առաջ Նորիկը տուն եկավ ու ասաց, որ աշխատանքից ազատվել է։ Ինչ-որ ինվեստորներ ա գտել, որոնք համաձայնվել են ֆինանսավորել իր պրոյեկտը։ Սկզբից թվում էր, թե ամեն ինչ նորմալ է ընթանում։ Վերջապես մարդիկ էին գտնվել, որոնք գնահատել էին Նորիկի 5 տարիների աշխատանքը։ Նորիկի ասելով, այդ մարդիկ շատ մեծ գումարներ են ներդրել իր պրոյեկտի մեջ։ Խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է։ Շարունակի Լիլիթ։ Մի շաբաթ առաջ Նորիկը շատ անտրամադիր տուն եկավ ու ոչինչ բան չէր ուզում ասել, բայց հետո ասեց։ Պարզվում է, որ իր պրոյեկտում շատ մեծ սխալներ ա թույլ տվել ինքը, որոնք կարելի ասել հոշիացրել են այդ գումարները։ Ու հիմա այդ մարդիկ զաստավիտ են անում Նորիկին, որ այդ միլիոնների կրած վնասը ինքը հատուցի։ Ես ճիշտ եմ հասկացել։ Եթե նման հարց կար, ինչի Նորիկը ինչ չէր դիմել։ Ես ինքս եմ նրան առաջարկել, որ գա քեզ մոտ, բայց նա կտրականապես դեմ է այդ գաղափարին։ Հովիկ, ես էլի չի ասի քեզ, ուղղակի վիճակը անհուսալի է դարձել։ Նորիկը նույնիսկ ասում է, որ Հայաստանից գնանք ընտանիքով։ Ինչ է, ուգրաժատ են դրանք անում Նորիկին։ Ինձ թվում է, հա։ Երեկ մեր տանը հավաքված ծննդյանս օրն էինք նշում, Նորիկը տուն եկավ։ Աչքի տակներ կապտած։ Ու ես կարծում եմ, որ այդ մարդիկ ծեծել էին Նորիկին։ Բայց ինքը ասում է, որ իբր ընկել է։ Ես կզբաղվեմ այդ հարցով Լիլիթ։ Կպարզեմ ինչ ինչոցա ու միջոցներ ձեռք առնեմ։ Հովիկ հնարավոր է, որ լուծվի այդ հարցը, թե չէ ես վախենում եմ թե Նորիկի, թե մեր բոլորի համար։
Անհնարին ոչ մի բան չկա։ Դու էլ մի վախեցի։ Ես կետար քրվեմ ու կլուծեմ այդ հարցերը ու չեմ թողի, որ ձեր հետ որևէ վատ բան լինի։ Մենակ խնդրում եմ էլի, թող Նորիկը այս մասին չիմանա։ Ես քեզ հասկացա լույս։ Ինչ հյուրասիրեմ քեզ։ Խաղող։ Ես սա խաղողը կուտես։ Մեր գոքորին ցանկի շիտա, այդ փողերն իմ բզովա թողելու։ Ու եթե իրեք կորում այդ փողերը շտվեցի, տունս տեղս ձերձես կխլեն մեր։ Բայց ով է մեղավոր Արշակ, որ չէիր կարում այդ գործի տակից դուրս գայիր, ինչի համաձայնվեցիր։ Իրանք իշեն ասեն, որ գրուզի 90%-ը կանտրաբանդա է։ Իրանք իս պաստավիտ արեմ է։ Քեզ ոչ ոք պաստավիտ չի արի Արշակ, ու այդ բարերդ էլ ուրիշ տեղ չկրկնես, թե չէ գոքորի ու տիկոյի ականջը վրնգավ, գլուխը վզիցդ կպոկեն։ Ես չեմ ջոգում, դու իմ կողմից ես, թե գոքորի։ Արա, ու մենք թե կռիվ չենք խաղում, թե ես քու կողմից եմ, թե դրանց կողմից եմ։ Պարոն Մանոյան։ Նանա, դու սարի, չես տենու զբաղված եմ։ Քո պատճառով այդ տղեկը պրոբլեմներ ունեն, ու այդ պրոբլեմները պետք է լուծենք, եթե չես ուզում հետևանքներ ունենանք։ Ես այդքան փող չունեմ իրենց փակվելու մեր։ Որը թողած փողերը կազինոներում քամում չտայիր կունենայիր Արշակ։ Ես էլ չեմ խաղում մեր։ Այդ հիմա կարևոր չի։ Հիմա մենք կոնկրետ խնդիր ունենք, որ այդ փողը 3 օրվա մեջ հավաքենք ու տանք այդ տղեկին։ Որը ռեալ չի։ Այս բանի ես եմ փող չունեմ։ Բա հիմա ինչ ենք անելու։ Ես հիմա սպասում եմ Գարիկին։ Գա, նստենք խոսենք, դրանք ոնց ենք որոշում այս հարցը լուծենք։ Գարիկը մատեմատին չի տա, որ մեզ օգնի։ Այսօր գոքորն ու տիկոն են գործերը ռուլի տանում։ Հա, տենց էլ կա, բայց գոքորն ու տիկոն ենթարկվում են հովոյին, ու միշտ վերջի խոսքը հովոյինն է։ Այսօր գոքորը ոչ մեկին է պրիզնատ չի գալի մեր։ Քիթդ մի խոթի ինդեղ, որտեղ դու անելիք չունես, Արշակ։ Բարի օր ձեզ։ Բարև Գարիկ ջան։ Բարև։ Նստի։ Ինչ կա մեր ջան, ինչ հարցեր են առաջացել գոքորի հետ։ Գարիկ ջան, երևի դու կուրսի ես, որ իմ խնդրանքով գոքորը Արշակին գործի է վերցրել։ Արշակը պետք է ապահովեր բեռների տեղափոխումը Հայաստան։ Բայց չի կարացել իր խոսքին տեր լինի ու գործը պռավել է տվել։ Լսել եմ դրա մասին, մայր։ Եթե գործը պռավել է գնացել, մենակ ես եմ դրա մեղավորը Գարիկ։ Համբերի Արշակ, հիմա ես եմ խոսում։ Հիմա ինչ եղել է Գարիկ ջան։ Փորձանքա պատահել է, որը կարար բոլորիս հետ է պատահել։ Ինչպես գիտես, գրուզի մեջ կանտրաբանդա է եղել։ Ճանապարհին կանգնեցրել են ու շմոն են արել։ Ու ամբողջ բեռը բռնագրավել է։ Դրա մասին էլ եմ լսել։ Սանիկդ էլ է իմացել, երբ վիզա վեկալել, որ գրուզը ապահով տեղ հասցնի։ Հա, իմացել է, բայց ինքը չի պատկերացրել, որ այդքան էլ հեշտ գործ չի։ Դու ինձ ասա, թե ինչով ես քեզ կարամ օգնեմ, մայր ջան։ Թող ովոն տիկոյին ու գոքորին կաման տա, որ յան տան ինձանից, այդ կլի քո միակողությունը մեզ Գարիկ։ Լսի Արշակ, ես պարտավորված չեմ քեզ օգնեմ։ Ուստե մենակ մայրի խաթր եմ։ Գոքորը այսօր լրիվ ճիշտ դիրք է բռնել։ Դու վարի ես տվե գործը, ու ոնց ուզում ես տակից դուրս արի։ Գարիկ ջան, Արշակը մի քիչ ներվայնացած է, մի եղած իրանից։ Արշակ, մեզ մենակ թող։
Շատ ես սրաներ ես տվել, մայր, արդեն չի ջոգում ինչա դուրս տալիս։ Ես Արշակին չեմ արդարացնում, Գարիկ, բայց Գոքորն էլ իրան այսօր լավ չպահեց իմ հանդեպ։ Ես գնացել էի, որ լավ ձևով խոսենք, ես հարցին լուծում տանք, իսկ ինքը հարցը նենց դրեց, որ իրեն հետաքրքիր չի մեր հարաբերությունները ու սրոք դրեց վրես 3 օրում բերեմ այդ փողը փակվեմ։ Գոքորը քո վրա չի սրոք դրել, այլ Արշակի, մայր, դրանք տարբեր բաներ են։ Արշակ իմ սանիկն է, Գարիկ, ու եթե ես գնացել եմ Գոքորի մոտ, ինքը պիտի բարի լիներ, ինձ ընդառաջեր, իսկ դրա փոխարեն ինքը Արշակին ոտի տակ տվեց ու սկսեց ծեծել։ Ճիշտ է, Արշակն էլ իրան վատ պահեց, զենք անեց Գոքորի վրա, բայց պալյուբոմու ես մտածում եմ, որ ես հարցը կլուծվի, բայց տենց էլ չլուծվեց։ Մայր, դու հիմա ինչ ես սպասում ինձանից լսել։ Ես Հովոյի 1000 տարվա ընկերն եմ, ու ես խնդրում եմ իմ անունից իրեն ասես, որ ես հարցին լուծում տա։ Իսկ ինչի դու անձամբ չես ուզում այդ բանը անես։ Ես գիտեմ, որ Հովոն հիմա հանգիստ է անցել ու ամբողջ գործերը թողել է Տիկոյի Գոքորի վրա։ Ես չեմ ուզում, որ տղեկ ինձնից նեղանան, որ ես իրանց գլխի վրով թռել եմ ու իրանց հաշվի չեմ առել։ Ես կխոսամ Հովոյի հետ, իմ համար դժվար չի, բայց այդ հարցի լուծում չի։ Հովոն քո խաթր կարող է այդ ժամանակը երկարացնի, բայց որ Արշակը ջրից լրիվ չոր դուրս գա, այդ ձև չի, այդ փողը ինքը պիտի պլատի տրնի։ Ոչ ոք չի հրաժարվում այդ փողը տալուց։ Հիմա մենք խոշոր գումար չունենք, որ այս րոպեին հանենք տակ, Գարիկ ջան։ Մայր, դու վստահում ես Սանիկիդ։ Ինչ առումով։ Սաղ առումներով։ Պրինցիպի հա, իսկ ինչ է ինչ-որ բան գիտես։ Անցած տարի Արշակ իր անգերներից մեկի հետ որոշում է, որ ինքը այնքան լուրջ տղա է, որ կարա սրանից նրանից փողեր գցի։ Սրանք ընկերոջ հետ կեղծ թղթեր են սարքում ու բանկից խոշոր գումար են կրեդիտ վերցնում։ Ու երբ որ այդ մախինացիան բացահայտվում է, իր կաշին փրկելու համար Սանիկը ընկերոջը ռասխոդ է տալիս։ Միլիցեքին ասում է, որ օպերացիան ընկերն է կազմակերպել, իսկ ինքն էլ չիմանալով է արել։ Լսել եմ այդ պատմության մասին, Գարիկ, բայց ինչքան ես գիտեմ, Արշակ ընկերոջ հետ պրոբլեմ չունի։ Ընկերը ամբողջ մեղքը իր վրա է վերցրել, որ Արշակին չծախի։ Այդ ինքն է քեզ պատմել դրա մասին։ Լսի, Գարիկ, Արշակի հերն ու ես լավ ընկերներ ենք եղել։ Ես էլ հիմա նրա քավորն եմ։ Բայց անկախ նրանից, թե անցյալում ինքը ինչ է թույլ տվել։ Ես ընդամենը մի խնդրանք ունեմ, որ Հովոն ընդառաջի ինձ այս հարցում։ Ես հասկացա քեզ, Մայր ջան։ Հենց այսօր կխոսամ Հովիկի հետ ու քեզ կհայտնեմ իր որոշման մասին։ Հաջողություն։ Մերսի, Գարիկ ջան։ Չեմ